Գնեք Սանկերամիկա կամ Լոգարսենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 26 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ապաշրջափակումը իմաստ չի ունենա եւ չի աշխատի, եթե չշրջափակվի երազ սադարակ հատվածը։ Հայտարարել է Միրզոյանը, վստահեցնելով Հայաստանով անցնող երկաթուղու հետ միասին պետք է ապաշրջափակվի նաեւ Նախիջևանով անցնող երթուղին, ընդ որում համաժամանակյա։ Ընդհանրապես այս ամբողջ ապաշրջափակումը իմաստ չի ունենա եւ չի աշխատի, եթե այդ կտորը չապաշրջափակվի, ենթադրվում է, որ դա պիտի լինի համաժամանակյա։ Հիմա համաժամանակյա հետո նորից ինձ կարակ ասեք, պատեսակ նա բացվեց 3 օր հետո նոր սա այնտեղ ուրեմն այն օրը ինձ խափեցիք, ես համաժամանակյա տրամաբանական ռացիոնալ բանով եմ ասում, չեմ նույն րոպեին նկատի չունեմ, հա, եթե մի օր հետո իրարից բացվեն այս կամ այն կտորը, հետո ինձ չասեք, որ մի շաբաթն էլ է օքեյ, արձանագրենք պատմության համար, որ պարոն Խաչատրյանը կարծում է, որ եթե երազ սադարակը բացվի 1 շաբաթ հետո Հայաստանի Սյունիքի ուրեմն հարավով անցնող երկաթուղուց, դա նորմալ է։ Հայաստանը նախարարի խոսքով 30+ տարի գտնվում էր շրջափակման մեջ եւ հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել, եթե հարկ լինի կառուցել նոր ենթակառուցվածքներ, այնինչ կապաշրջափակվի, այդ թվում Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցությունը մեր տարածքում գտնվող հատվածով գործելու է ամբողջապես Հայաստանի իրավազորության ներքո։ Միրզոյանը չափազանց կարևոր է համարում հասկանալը, որ օգոստոսի 8-ի հռչակագիրը մեծ ապաշրջափակման մասին է։ Բայց այո, չափազանցություն չի, եթե ասեմ, որ այնինչ տեղի ունեցավ այդ օրը Վաշինգտոնում շրջադարձային էր եւ նաեւ հետագա ուրեմն աշխատանքները ներկայացնելու համատեքստում անկյունակարային են։ Այդ օրը ես ավելորդ չեմ համարում նորից ամփոփել, նորից ներկայացնել իրականում ինչ տեղի ունեցավ։ Խաղաղություն հաստատվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ընդ որում նորից ստորագրված հռչակագրով անվերապահ ուրեմն հարգանք հայտնելով միմյանց տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության նկատմամբ, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմաթի հռչակագրի համաձայն սահմանների ուրեմն անձեռնմխելիության նկատմամբ, նաեւ այդ օրը համաձայնեցվեցին առանցքային սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի է ունենալու կամ սկսվել է արդեն ապա տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը եւ նաեւ նախաստորագրվեց արդեն երկու արտաքին գործերի նախարարների կողմից նախաստորագրվեց խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պայմանագիրը։ Նախարարը անդրադարձել է նաեւ հայտարարություններին, թե օգոստոսի 8-ին Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը ստացավ ոչինչ։ Չեմ ուզում ներկայացնել ձեռքբերված պայմանավորվածությունները, մենք շատ ստացանք, իրենք շատ ստացան այս բանի սին, անիմաստ եւ հին կոնֆլիկտային տրամաբանության ուրեմն լույսի ներքո, բայց ուզում եմ ասել հետեւյալը, որ այն ինչ որ մենք ստացել ենք, մեզ շահավետ է, մեզ ձեռնտու է, մենք շահագրգռված ենք այդ ձեռքբերածը պահելու եւ զարգացնելու ուղղությամբ, բացարձակապես այստեղ ոչ մի երկրորդ կարծիք, նույնիսկ անկեղծ կարծիք լինել չի կարող։ Այն ինչ որ ստացավ Ադրբեջանը, կրկին թվում է, թե շատ ձեռնտու եւ շատ կարեւոր է իրենց համար։ Եվ ըստ եմ, եթե երկու երկրները համարում են, որ իրենց ձեռնտու է եւ շահավետ է երկու ձեռքբերված պայմանավորվածությունները, երկուսն էլ շահագրգռված են լինելու պահել դրանք եւ զարգացնել։ Ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրել է նախարարից, եթե Հայաստանը կոնկրետ քառակուսի կիլոմետրով է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում, ապա ինչու Իլհամ Ալիևը գոնե մեկ անգամ չի ասել, թե ճանաչում է Հայաստանի 29743 կիլոմետրը։ Մենակ քառակուսի կիլոմետրերի հռչակմամբ է փոխադարձաբար ճանաչվում միմյանց տարածքային ամբողջականությունը, ասում եմ,
ինչ կար, ինչ անհրաժեշտ է դրա համար, գրված է եւ Վաշինգտոնյան հռչակագրում եւ նախաստորագրված տեքստում ընդգծել է Միրզոյանը։ Նախարարը անդրադարձել է նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, նշել, որ դրանք երբեք այսքան ընդգրկուն ու սերտ չեն եղել, ինչի մասին վկայում են Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության բովանդակությունը, ձեռք բերված պայմանավորվածությունները, 25 թվականին տեղի ունեցած փոխադարձ այցերը։ Անդրադառնալով 25 թվականի մարտին Ազգային ժողովի ընդունած Եվրոպական միությանը Հայաստանին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքին, Միրզոյանը նշել է, որ Հայաստանը 26 թվականին պետք է ակտիվացնի Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ ջանքերը։ Իհարկե, մենք մեր այս ջանքերը չենք հակադրում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն ունենալու մեր հռչակված մոտեցմանը, մասնավորապես ասել է նախարարը։ Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, նախարարը նշել է, որ շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Ճեպազրույցում արտգործնախարարը նշել է, ինքս շատ լավատես եմ այս առումով եւ կարծում եմ, որ առաջիկայում պետք է, որ շատ շոշափելի արդյունքներ ունենանք Հայաստան-Թուրքիա երկխոսության մեջ։ Հարցին, թե ինչ նկատի ունի շոշափելի արդյունք, ասելով Միրզոյանը կրկին փակած գծեր չի բացել, միայն նշել է, թե նկատի ունի այնքան շոշափելի արդյունք, որ այնտեղ ներկա որևէ մեկի մոտ կասկած չթողնի, թե իրենք հենց այդ շոշափելի նկատի ունեին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է ապաշրջափակման, նաև այս փուլում արդեն Վաշինգտոնյան բանակցություններում ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ Գրիգորյանը նշել է, որ ենթակառուցվածքները պետք է բացվեն սինխրոն, հակառակ դեպքում չի աշխատի լիարժեք։ 2021 թվականից սկսած երկաթգծի ենթակառուցվածքի ենթատվածը քննարկել ենք երասնել ներառյալ Նախիջևանի գծով եւ մեր հարավից։ Հիմա էլ է նույն այո, որևէ տրամաբանություն չի փոխվել այդ իմաստով։ Նաև երասխի հատվածում է ներդրումներ։ Եկեք ձեր հարցը կպատասխանեմ հետևյալ կերպ։ Գիտեք, այնուամենայնիվ բոլորի համար, բոլոր կողմերի համար հասկանալի է, որ ենթակառուցվածքը շատ ավելի շահավետ կլինի, շատ ավելի խորը իմաստ կունենա եւ ավելի շատ ռեգիոնալ տրամաբանություն ամրապնդված կունենա, եթե երասխի հատվածը միացած լինի։ Փոխվարչապետը նշել է, որ այն պահին, երբ մենք սկսենք ապաշրջափակման եւ կառուցվածքների կառուցապատման աշխատանքները, հատման հատվածներն առնվազն պետք է սահմանազատված լինեն, այլ ընտրանք չկա։ Իսկ թե գործնականում երբ կարող են մեկնարկել ենթակառուցվածքների շինարարությունը, Գրիգորյանը նշել է, որ ուզում ենք օր առաջ դա տեղի ունենա։ Մենք ուզում ենք, որ դա օր շուտ լինի։ Մենք ուզում ենք, որ դա օր շուտ լինի, որովհետև բոլորս պիտի շահագրգռված լինենք, որ այդ ենթակառուցվածքները արագ կառուցվեն եւ արագ հանձնվեն շահագործման, դա շատ ճիշտ կլինի եւ շատ ճիշտ ցանկություն է կարծում։ Չեմ կարող ասել, ես ուզում եմ կրկնել, ժամկետների մասին խոսելուց պիտի շատ զգուշ լինենք, քանի դեռ չկա պատրաստի նախագիծը, երբ որ լինի, ես խոստանում եմ նախագծից ելնելով հեշտ կլինի հայտարարել ժամկետներ։ Եվ այս պահին զրուցելու եմ Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աթանեսյան, շնորհակալ եմ միանալու համար։ Եվ այսպես խորհրդարանում ընթանում է 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը եւ արդեն իսկ այսպես ծավալուն ելույթ է ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, նշելով, որ ապաշրջափակումը իմաստ չի ունենա եւ չի աշխատի, եթե չապաշրջափակվի երասխադարակ հատվածը։ Իրեւ նախարարը պատասխանում էր, այսպես ասած, դիմադիր պատգամավորների բոլոր այդ մտահոգություններին։ Նա վստահեցնում է, որ Հայաստանը անցնող երկաթուղու միասին պետք է ապաշրջափակվի նաև Նախիջևանով անցնող երկաթուղին, ընդ որում դա պետք է տեղի ունենա համաժամանակյա։ Ինչպես եք գնահատում նախորդին նախարարի արած այս հայտարարությունները եւ պարզաբանումները, համեցեք։ Առհասարակ չափազանց արտառոց է, երբ արտաքին գործերի նախարարին ազգային ժողովի հանձնաժողովում թեկուզ նման հարցեր են տալիս։ Այսինքն ինչ են հասկանում նման հարց բարձրացնող մարդիկ, ինչ նկատի ունեն, այսինքն Հայաստանը կարող է Ադրբեջանին Նախիջևանի հետ ճանապարհ տալ, բայց ինքը երկաթուղային ելք չունենա դեպի արտերկիր։
Ինչ տրամաբանության մեջ է այդ նման հարցադրվում արում։ Իհարկե, երաս սադարակ հատվածի խզված երկաթուղի պետք է վերականգնվի եւ Հայաստանը պետք է երկաթուղային ելք ունենա դեպի Ռուսաստան, Իրան եւ Իրանից գուցե այլ երկրներ, Ռուսաստանից գուցե այլ երկրներ, Ադրբեջանի տարածքով։ Խնդիրը դրա մեջ չի։ Խնդիրը նրա մեջ է, թե Նախիջևան Ադրբեջան հաղորդակցությունը ապահովելուց հետո Ադրբեջանը եւ Թուրքիան ինչպես են կապվելու իրար։ Այսօր Թուրքիայի կառավարությունը հայտարարում է, որ սկսում է Կարս-Իգդիր երկաթուղու կառուցումը, որպեսզի միանա Նախիջևանում ադրբեջանական երկաթուղու։ Ես արտաքին գործերի նախարարի հայտարարությունը հասկանում եմ այն իմաստով, որ Հայաստանը փորձում է եւ դա շատ արդարացի է, շատ արդարացված է, որպեսզի Ադրբեջան-Թուրքիա, Թուրքիա կենտրոնական Ասիա, Եվրոպա կենտրոնական Ասիա երկաթուղային հաղորդակցությունը անցնի Հայաստանի տարածքով։ Այսինքն Թուրքիան Թրամփի երթուղուն միանա ոչ թե Նախիջևանում, ուղղակի Նախիջևանում, այլ այդ երթուղին անցնի Կարս, Գյումրի, Երաս, Նախիջևան եւ շարունակություն ունենա դեպի Ադրբեջան, Կենտրոնական Ասիա եւ Չինաստան։ Այդ երթուղու մասին խոսում են այնպես, որ առաջիկա տասնամյակներին պետք է ապահովի Լոնդոն-Պեկին մարդատար գնացքի երթևեկություն։ Հիմա այդ գնացքը որտեղով է անցնելու։ Եթե այդ գնացքը Կարսից չի մտնելու Գյումրի, Գյումրիից Երասկ, Նախիջևան, Մեղրի եւ շարունակին, ապա սա Հայաստանի համար շահավետ տարբերակ չէ։ Սադարակի այդ հատվածի միացման մասին արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, խոսքը ես կուզենայի դիտարկել այս դիրույթում, այս համատեքստում եւ ընդ որում պետք է համադրենք այդ հայտարարությունը արտգործնախարարի այն հավաստիացմանը, որ Թուրքիայի հետ ինտենսիվ բանակցություններ են ընթանում եւ դա այդ բանակցությունների արդյունքի վերաբերյալ լավատեսություն է հայտնում։ Այսինքն առաջիկայում շոշափելի արդյունքների մասով արդեն կոնկրետ, պարոն Աթանեսյան, նախարարը Իսկ թույլ տամ մի քիչ ավելի զգուշավոր լինել եւ ձևակերպումների մեջ է թեյականությունը պահպանել, որտեղ խոսք ամեն դեպքում Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին է, Ադրբեջանի եւ Թուրքիայի աշխարհաքաղաքական, տնտեսաքաղաքական եւ անվտանգային շահերի համընկնման մասին է, այստեղ չի կարող լինել սեպարատ հայ-թուրքական պայմանավորվածություն կամ հայ-ադրբեջանական պայմանավորվածություն։ Պետք է մենք ընդունենք, որ դրանք սինխրոն են եւ փոխկապակցված են։ Ստեյջան Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների համար չպետք է սկզբունքային նշանակություն ունենա այն հարցը, թե բեռնափոխադրումները Մեղրիի անցումից հետո ինչ երթուղով են հասնելու Եվրոպա, բեռները ինչ երթուղով են հասնելու։ Սա կարող է Թուրքիայի համար ունենա էական նշանակություն, որովհետև մի բան է կարողությունը, որ ստեղծվում է Թուրանի միջանցք, ինչին ի դեպ շատ ակտիվորեն արձագանքում է նաև հայաստանյան ընդդիմությունը, բոլորովին այլ բան է ունենալ իրոք համագործակցության եւ զարգացման Թրամփի ճանապարհ, որը արդեն ավելի խոշոր աշխարհաքաղաքական նշանակություն է ստանում եւ պետք է ունենա բալանսավորված արդյունք։ Բոլոր կողմերի համար դա պետք է շահավետ լինի։ Հայաստանի համար շահավետություն 1 դա Մեղրիի անցուղու նկատմամբ սուվերեն իրավունքի պահպանումն է, երկրորդ արդեն տնտեսաքաղաքական շահավետությունը կլինի այն,
Եթե գնացքները Նախիջևանից մտնեն Երասխ, Երասխից Գյումրի, Գյումրուց Կարս եւ միանան Թուրքիայի երկաթուղային ցանցին։ Պարոն Աթանեսյան, հայ-թուրքական հարաբերությունների այս ինտենսիվ կարգավորումը ըստ էության կլինի կամբողջացնի այն ամենը, ինչ ձեռք է բերվել օգոստոսի 8-ին, դրանից հետո բխող բոլոր գործընթացներում, հիմա շատ ավելի կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների ուրեմն կոնկրետ գրանցված արդյունքներ ունենալու հանգամանքը։ Հիմա շատ ավելի կարևոր է հասկանալ, թե Միացյալ Նահանգների նախագահը, Սպիտակ տան վարչակազմը, պատասխանատուները ինչպես են, ինչ կտրվածքով են Տրամփի ուղու ծրագիրը քննարկել Թուրքիայի հետ։ Արդյոք քննարկել են, թե պետք է քննարկեն։ Սա կապվում է քիչ առաջ իմ ասացի հետ, այն իմաստով, որ նորից եմ կրկնում։ Եթե Հայաստանը պետք է ունենա թամել 45-43 կիլոմետրանոց վերահսկողություն այդ հսկայական աշխարհաքաղաքական ծրագրի մեջ, սա իհարկե ձեռք բերում է, բայց այն չէ, ինչին կարելի է հասնել, ինչին հնարավոր է հասնել։ Իսկ այդ դրան հասնելու համար պետք կարևորություն ունի Միացյալ Նահանգների նախագահի դիրքորոշումը, այլ որ վերջերս Շարմ էլ Շեյխում Միացյալ Նահանգների նախագահ գովեստի խոսքեր հնչեցրեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։ Հիմա նոյեմբերի 6-ին Միացյալ Նահանգների նախագահը Վաշինգտոն է հրավիրել Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների առաջնորդներին։ Գումարում աննախադեպ է սա։ Խորհրդային փլուզումից ի վեր աննախադեպ միջոցառում է, երբ Միացյալ Նահանգների նախագահը Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդներին հրավիրում է Վաշինգտոն։ Ինչի է հրավիրում։ Ինչ է առաջարկելու։ Հրավիրում է ներկայացնելու աշխարհաքաղաքական առաջարկներ։ Այդ առաջարկները ինչի են վերաբերվելու։ Այդ առաջարկությունները եթե գործնական տեսքի գան, ինչպես են իրականացվելու։ Նկատի ունեցեք, որ նկատի ունենանք, կներեք, որ ապրիլին տեղի է ունեցել Եվրամիություն Կենտրոնական Ասիա գագաթնաժողով Սամարղանդում եւ ընդունվել են լուրջ փաստաթղթեր։ Տարածիորեն 2 օր առաջ Բրյուսել է այցելել Ուզբեկստանի նախագահը եւ արդեն 10 միլիարդ եվրոյի ներդրումային ծրագրեր է համաձայնեցրել Եվրոհանձնաժողովի հետ։ Հայաստանը եւ Ադրբեջանը այս ամբողջ կոնտեքստից դուրս չեն։ Ադրբեջանը կա ի սկզբանե, որտեղ Կենտրոնական Ասիայի երկրների հետ միշտ այդ լաստանավային հաղորդակցություն, տնտեսական կապեր, մշակութային, այսպես թուրքական աշխարհի պետությունների հետ ձևաչափում կայացած հարաբերություններ ունի։ Հայաստանը նոր է ներգրվում, նոր ներգրվում է այդ process-ներին եւ այդ միջավայրին։ Բայց այդ միջավայրը քաղաքակրթական առումով մերը չէ։ Թուրքախոս երկրներ են Կենտրոնական Ասիան ու Տաջիկստանն էլ թեև իրանական ինքնություն ունի, բայց հանգամանքները ստիպում են, որպեսզի ենթարկվի ընդունի խաղի կանոնները։ Այս ամբողջ պալիտրայի մեջ Հայաստանի ներգրավվածությունը լինելու է սուբյեկտային ներգրավվածություն, թե լինելու է այնպես, որ ասենք, ճանապարհը անցնում է Հայաստանով, մեղրի 45 կիլոմետր ճանապարհ անցնում է Հայաստանով, Հայաստանը մաքսատուրքեր կգանձի կամ չի գանձի կամ ինչ որ ձեւով փոխհատուցենք եւ հարց կհամարենք լուծված։ Եթե այս կտրվածքով է դիտարկում, ապա սա Հայաստանի համար մարտահրավերային է լինելու։ Եթե լայն աշխարհաքաղաքական, լայն նոր Եվրասիայի, այսպես ասենք, նոր Եվրասիայի տեսլականի շրջանակներում է դիտարկվում Հայաստանի ներգրավվածությունը, մասնակցությունը, ապա այստեղ հայ-թուրքական հարաբերությունները արդեն չպետք է կախված լինեն Անկարայի այս կամ այն
ցանկությունից կամ ոչ ցանկությունից, այլ խնդիրը պետք է դրվի պարզ։ Եթե Թուրքիան շահագրգռված է Եվրամիություն, Կենտրոնական Ասիա, Չինաստան, այս առևտրատնտեսական բլոկում ազդեցիկ դերակատարության, ապա պետք է համաձայնի Հայաստանի առավել բարձր դերակատարության, այսինքն դիվանագիտական նշաձողը պետք է փոքր բարձր լինի, եւ ես կարծում եմ, որ այդպես էլ կա, հույս ունենալով, որ առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունների անակնկալը կլինի ոչ միայն ասենք Մարգարայի սահմանային անցակետի բացումը, այլև ավելի գլոբալ համաձայնություն, որտեղ Հայաստանը կլինի սուբյեկտային լիարժեք դերակատար, ինչը Հայաստանի համար կապահովի կայուն զարգացման եւ իհարկե տասնամյակների անվտանգության միջավայր։ Պարոն Աթանեսյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է նախորդին հարցազրույց տվել, որտեղ անդրադարձել էր փաստորեն Վաշինգտոնյան պայմանավորվածությունների կատարմանը, նշելով, որ ենթակառուցվածքները պետք է բացվեն սինխրոն, հակառակ դեպքում այն չի աշխատի լիարժեք։ Իհարկե ժամկետների մասին Գրիգորյանը որևէ ուրեմն բան չի կարողանում նշել, նշում է, որ հայկական կողմի համար Հայաստանը շահագրգռված է օր առաջ այն ունենալ, որ դա տեղի ունենա, ինչպես եք գնահատում այս հայտարարությունները, ինչու ժամկետները այնուամենայնիվ չեն նշվում։ Ժամկետները չեն նշվում, որովհետև տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքները չեն կարող գործել շահագործման ենթարկվել, եթե չկա հայ-ադրբեջանական վերջնական սահմանազատում։ Ժամանակին ավելի քան 1 տարի առաջ դեր հետ հարցազրույց ունենալով ասել եմ, որ պետք է Հայաստանը եւ Ադրբեջանը սահմանազատում իրականացնեն ծայր հարավում, Սյունիքի հարավում եւ ծայր հյուսիսում, այսինքն այնտեղ որտեղ եռանկյունի են կազմում Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի սահմանը եւ այնտեղ որտեղ դա վերաբերում է Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին, կոմունիկացիաների գործարկումը կապված է երկրների սուվերենության եւ տարածքային ամբողջականության հետ։ Հիմա մենք ասում ենք Մեղրիի անցուղին գտնվելու է Հայաստանի սուվերեն հսկողության ներքո, այո, բայց Մեղրիի անցուղին կառուցելու համար պետք է գոնե այդ հատվածում իրականացվի հայ-ադրբեջանական սահմանազատում, որպեսզի Ռուսաստանից կամ Ղազախստանից Ադրբեջանի տարածքում ուղղակի բեռներ մտնեն Հայաստան, պետք է հյուսիսում Տաուշում իրականացվի ավելի ընդգրկուն, ավելի լայվ սահմանազատում, որպեսզի պարզ լինի, թե կոնկրետ ճանապարհի այս հատվածը կամ ճանապարհը որ երկրի իրավազորության ներքո է գտնվում, այսինքն իրավաբանորեն արձանագրվի, որ ահա ճանապարհը, այս ճանապարհը, որ նախկինում խորհրդային տարիներին գործել է Ղազախից դեպի Իջևան, այստեղից սկսում է հայկական հատվածը, այստեղ ավարտում է ադրբեջանական հատվածը, կամ այստեղ ավարտում է հայկական հատվածը, սկսում է ադրբեջանական հատվածը։ Ոնց որ բեռնափոխադրում իրականացնելը դա ասենք ներողություն այս արտահայտության համար խաղալիք փոխանակել չէ, պետք է լինի մաքսային կետ, մաքսային անցակետ, այմա ասենք այսօր խոսքը գնում է Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղով ղազախական ցորեն Հայաստան ներկրելու մասին, չէ։ Մարդիկ արդարացիորեն խնդիր են դնում, ինչու Վրաստանի տարածքով, ինչու հնարավոր չէ, ասենք իրականացնել անմիջական։ Ու դե նախ պատճառաբանությունը բացատրություն արել ճիշտ, պարզ է, երկաթուղին չի գործում, Ղազախ-Իջևան երկաթուղին պետք է վերանորոգվի, երկրորդ սահմանազատված չէ, ասենք Հայաստանի մաքսային անցակետը որտեղ է լինելու, երկաթուղու գծի վրա որտեղ է լինելու,
ավտոմոբիլային ճանապարհի վրա, որտեղ է լինելու Հայաստանի անցակետը, մաքսային կետը, որտեղ ձևակերպելու են բեռնափոխադրում։ Հիմա ասում ենք վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի համար ապահովել իր Հայաստանի տարածքով Ադրբեջանի հետ բեռնափոխադրումներ։ Կա արդյոք մաքսային կետ, որտեղ է, ասենք, թուրքական բեռնատարը հատելու Հայաստանի սահմանը։ Տեսեք, օրինակ Մհեր Գրիգորյանն ասում է, որ այդ հատման հատվածներում առնվազն պետք է տեղի ունենա սահմանազատում։ Դրան այլընտրանք չկա, պարոն Աթանասյան, երեկ այդպես էր ասում նա։ Ես նույնն եմ ասում եմ ժամկետների մասին չի խոսում փոխվարչապետը, որտեղ չկա սահմանազատում, ասենք պետք է իրականացվի սահմանազատում։ Հիմա սահմանազատման գործընթացը երբ կվերագործարկվի, բարդ է ասել, կարծեմ 1-2 ամիս առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են, հարցեր են քննարկել, բայց դա քաղաքական որոշման հարց է, իհարկե, պետք է քաղաքական համաձայնություն լինի երկու կողմերից։ Ադրբեջանը չպետք է պատրանքներ ունենալ, որ լիովին անցել է խաղակարգավորման, բարեդրացիական հարաբերությունների հաստատման իհարկե ամեն անգամ Ադրբեջանը խոչընդոտներ հարուցելու է, ամեն անգամ պաուզաներ է ստեղծելու, կապված եւ իր երկրի ներքին իրավիճակի հետ եւ արտաքին քաղաքական ազդակների հետ չեք կարող օրինակ միանշանակորեն Ադրբեջանի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակ ասենք չափազանց բարձր դրական գնահատել, այնպես որ ասենք նույնիսկ եթե Իլհամ Ալիևը անձնական ցանկություն ունի, նա կարող է գնալ կարդինալ քայլերի։ Չամեն ինչ պայմանավորված է եւ իր ներքին իրավիճակով եւ արտաքին քաղաքական ազդակներով եւ իհարկե մարտահրավերներ ունի նաեւ Ադրբեջանը հյուսիսից Ռուսաստանի ճշումն ունի հարավից Իրանի Իսլամական Հանրապետության ոչ անգամ բարյացակամ վերաբերմունքի խնդիր կա, այսպես պարզունակ ասել, որ եթե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համաձայնությունները ձեռք են բերվել, ապա նոյեմբերի 8-ին արդեն պետք է դրանք գործել, չեմ կարծում, թե արդարացված մոտեցում է, պետք է զինվել համբերությամբ եւ լավատեսությամբ եւ իհարկե դիվանագիտական բոլոր հնարավորությունները ուղղել, որպեսզի արկա քաղաքական համաձայնություններից, արկա քաղաքական պայմանավորվածություններից Հայաստանը առարկայորեն կարողանա հնարավորինս ավելի շահազգալ եւ ավելի սուբյեկտային պետության կարգավիճակում մասնակից դառնալ ենթադրվող զարգացումներին, որ ամենայն հավանականությամբ ընդգրկելու են Մերձավոր Արևելքի Չինաստան եւ ստեղծելու են նոր գործ։ Շնորհակալ եմ, պարոն Աթանասյան։ Զրուցում է Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանասյանի հետ։